Մաշկի հետ կապված խնդիրները, մասնավորապես որոշակի գոյացություններ, օրինակ պապիլոմաները, կանզիլոմաները, գորտուկները շատ ժամանակ այրում են մաշկի կողմից կամ վիրահատական միջոցով հեռացնում են, և այս ինֆորմացիան կօգնի, որպեսզի նրանք, ովքեր հեռացել են, հասկանան ինչ իրենց խնդիրները ներքին, որոնք առաջացել են, ինչի հետևանքով են առաջացել, և նրանք, ովքեր դեռ չեն հեռացել, կօգնի, որպեսզի խուսափեն այդ սխալ և վտանգավոր պրոցեդուրաներից։ Նախ և առաջ ասեմ, որ մաշկի գոյացությունները մեծ մասամբ տեղի են ունենում, եթե ներքին հիվանդություն կա։ Եվ մասնավորապես կանզիլոմաների և պապիլոմաների և գորտուկների դեպքում ընդհանրապես չի կարելի հեռացնել մաշկի կողմից, և այդ խնդիրների դեպքում գոյություն են ունենում որպես կանոն ներքին հիվանդություններ, և ներքին հիվանդությունները, եթե վաղուց են, ապա ավելի բարդացած են լինում, որովհետև կամ պապիլոմաներ, որոնք նոր են տարել են, կամ պապիլոմաներ, որոնք փոքրուց են, և այդպես շարունակ, կան կանզիլոմաները իրական տեսակները շատ են, և ընդհանրապես գորտուկները նույնպես վերջերս սկսել են դասվել պապիլոմաների դասին որոշ մասնագետների կողմից, իրականում այդ հիվանդությունները ներսն են լինում մարդու, և եթե արտաքին առաջանում են արտաքնապես, ապա դա կամ կոմպենսացնում է ներքին հիվանդությունը, կամ ցույց է տալիս, որ ներքին լուրջ հիվանդություններ կան, մասնավորապես օրինակ կանզիլոմաների և պապիլոմաների դեպքում, կամ լինում են դրանք խրոնիկ սեռավարակներից, լինում են որոշ դեպքում սուր սեռավարակներից էլ, եթե այդ պապիլոմաները և կանզիլոմաները մոտ են գտնվում սեռական օրգաններին, իսկ եթե հեռու են գտնվում, ապա դա լինում է ներքին օրգանների, նաև լորձաթանքների խրոնիկ բորբոքումից, մասնավորապես աղիների և փոքր կոնքի օրգանների, այսինքն սեռական օրգանների, լինում են երիկամների, այսինքն միզուղիների լորձաթանքների բորբոքումներից և այդպես շարունակ, և որոշակի դեպքերում կարող են նաև կալցիումի յուրացման անկումից այդպիսի բան նկատվում շատերի մոտ, մասնավորապես հենց կալցիումի յուրացման անկումից, բայց պետք է նշել, որ հնարավոր է նաև ձեռք բերել, օրինակ պապիլոմա ունեցող կամ խրոնիկ սեռավարակ ունեցող կամ պապիլոմաների այդ վիրուսը, որովհետև իրական վիրուսների տեսակը երկրորդ ավել է, բայց օրինակ սրբիչը, եթե սրբվել է, հյուրանոց է գնացել, այդ սրբիչով սրբվել է մեկ հիվանդ մարդ, և դեպքեր կան, որ այդ սրբիչով հետո մեկ այլ մարդ է սրբվում, և նույնպես իր վրա առաջանում են պապիլոմաներ, կանզիլոմաներ, շատ կան լողավազաններից երիտասարդ կան երեխաներ, որոնք առողջ մտնում են լողավազան, դուրս են գալիս, իրենց վրա կանզիլոման են լինում, բարակ, երկար պապիլոմաներ են առաջանում, իրականում լողավազանները նույնպես այն, որ ասում են, որ ինֆեկցիաների դուրս են հանում քլորով կամ ճառագայթումով և այլն, դրանք ընդհանրապես վիրուսը, եթե պապիլոմաների մասին է խոսքը, վիրուսը ոչ մի քլորով չի վերանում, և մասնավորապես սեռավարակներից, օրինակ դանակոկը նույնպես քլորով չի մահանում կամ ինչ-որ ճառագայթումով չի մահանում, և հիմնականում այնտեղ, որտեղ մասսայական լողավազաններ կան, որտեղ մասսայական են օգտվում և ջուրը հոսող ջուր չի, հենց լողավազանը շատ վարակներ հենց
գաղտնի վարակներին փոխանցվում մեկը մյուսի եւ տվյալ դեպքերում այդ պապիլոմաները երբ որ հեռացնում են կամ կանցիլոմաները ներքին հիվանդությունը ավելի բարդանում, որպես կանոն այդպիսի մարդիկ դառնում են ավելի նյարդային, ավելի խախտված, այսինքն եթե երիկամների մեր խնդիրը ավելի այտուցում աչքերը, եթե կանացի օրգանների մեջ կամ ընդհանրապես սեռական օրգան, թե տղամարդկանց մոտ թե կանացի, կարող են ավելի բարդ հիվանդություններ առաջանալ, ընդհուպ մինչև գոյացություններ, միոմա, տղամարդկանց մոտ շագանակերտի ուռուցքներ եւ այլն եւ այլն։ Այսինքն արտաքինից ճնշեցին, ախտանիշը եւ ներքին հիվանդությունը բարդացավ։ Սովորաբար բժշկման ժամանակ ընդհակառակ պրոցեսն է գնում, երբ որ ներքին հիվանդությունը բուժում են, իրենք հասունան փոխվում ընկնում, այսինքն իրենք իրենցով են ընկնում։ Եվ հոմեոպաթիայով բազմաթիվ են այդպիսի դեպքերը, երբ որ բժշկվում է ներսից պացիենտը, այդ բոլոր գոյացությունները իրենք իրենցով ընկնում են եւ այսինքն միջավայր չկա, պայմաններ չկա դրանց համար եւ իրենք անցնում են։ Նույնը վերաբերում է եւ գոլտունքներին, եւ կանզիլոմաններին, եւ պապիլոմաններին։ Դրանց իրականում մեխանիզմները եւ պատճառները ավելի շատ են, ես թվարկեցի հիմնական պատճառները, բայց իրականում դրանք ավելի շատ են եւ նույնիսկ այդ մաշկի գոյացությունները պապիլոմաների նման կարող են, այսինքն փոքր կոնքի օրգանների լորձաթանքների խրոնիկ բորբոքումից առաջանալ եւ միջավայրը նույնպես կարեւոր է, այսինքն միկրոֆլորան մաշկի, որովհետեւ միկրոֆլորան եթե նորմալ վիճակում չի, ապա մաշկի վրա նույնպես փոփոխություններ են տեղի ունենում, իսկ միկրոֆլորան դա կարգավորում է, երբ որ ներքին հիվանդություններն են դուրս գալիս։ Եվ շատ կան դեպքեր, որ հենց փոքր կոնքի օրգանները բուժելով կամ վիտամին D-ի յուրացումը վերականգնելով եւ վիտամին D-ի եւ կալցիումի յուրացումը եւ սինթեզը եւ տեղաբաշխումը վերականգնելով օրգանիզմում, այդ պապիլոման նույնպես ընկնում է։ Նայած որ հատվածում են, եթե վզի հատվածում են, հետո տեսակները, չափերը կախված է, թե ինչ չափի են։ Եվ շատ կան, որ հենց պապիլոմաները կյանքի ընթացքում շատանում են, երբ որ սուր սեռավարակ են ունեցել եւ սուր սեռավարակը ճնշվել է հակաբիոտիկներով, այսինքն արտադրությունը կամ ախտանիշները ներս են գնացել եւ դրանից հետո պացիենտի մոտ կյանքի ընթացքում 5 տարի, 10 տարվա ընթացքում քիչ-քիչ պապիլոմաներ են առաջանում վզին, մեջքին, կրծքավանդակին եւ այդպես շարունակ։ Եվ նաեւ նշեմ, որ կան ժառանգական, օրինակ շատ կան, որ ծնե են ստանում պացիենտների մոտ լինում են իրենց ծնողներից կամ պապերից կամ ինչ-որ մեկից եւ այդ ժառանգականը ավելի կարող է խոշոր լինել, ավելի կյանքի ընթացքում եւ ավելի կայուն մնացած լինել։ Այսինքն եւ դա էլ պետք է հաշվի առնել եւ կան նաեւ որ թվում է թե ողջախոհ այսինքն կյանքով է ապրել, չի վարակվել, բայց էլի նորից եմ կրկնում, կա նույն դեպքեր կան հյուրանոցում գնացել է, սրբիչով սրբվել է, այսինքն կամ լավ չեն գնացել, կամ այդ սրբիչով օգտվել է հիվանդորդը եւ փոխանցվել է։ Շատ են լինում դեպքեր լողավազաններից, շատ այսօր շատ դեպքեր կան, երեխեքը լողավազանում ձեռք են բերում, բայց կան ժառանգական խնդիրները փոխանցում են ժառանգական, կան նաեւ ներքին օրգանների աշխատանքի խախտման հետևանքով, այսինքն պատճառները իրականում շատ են, բայց սա այս ինֆորմացիան կօգնի, որպեսզի չճնշվի մաշկի կողմից խնդիրը, այլ ներքին հիվանդությունը պացիենտը փորձի բժշկել եւ այդ դեպքում այդ արտաքին գոյացությունները դուրս են գալիս, իրենք իրենցով չորանում ընկնում։ Բայց նշեմ նաեւ, որ եթե նույնիսկ հեռացնում են, այդտեղից նորից աճելու է, այսինքն լավագույն դեպքում աճելու է, այդ դեպքում մարդու ներքին հիվանդությունը շատ չի բարդանա, բայց եթե չաճեց նորից, այսինքն կտրեցին, վառեցին, բուսանցին, ներքին հիվանդությունները բարդանալու
հոգեվիճակն է մարդու վատանալու ամբողջ կյանքում և այլ բարդ հիվանդություններ է առաջանալու իր մոտ դրանից հետո։ Հիմնական պատճառները, երբ որ դուրս են հարվում, այսինքն գտնվում են դուրս են հանում, մնացածը իրենք իրենց որ փոխվում են գնում են։ Առողջ եղեք։